Հիմի շատ լավ եմ, ազիջան, շատ լավ եմ։ 85-ամյա Տոսյա Դավթյանի մոտ օրեր առաջ սրտամկանի սուր ինֆարկտ էր ախտորոշվել։ Այդ ժամանակ շատ վատ վիճակում էի։ Տարան ստեղ մեր Արագածից բերին Աբարանից էլ բերին ստեղ վատ վիճակով բերեցին, ստեղ օգնեցին, լավ օգնեցին, շատ լավ է։ Անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո Տոսյա Դավթյանին անմիջապես վիրահատել են, կատարվել է սրտի անոթների ստենդավորում։ Շտաբ գործողության շնորհիվ մենք ունենք սրտամկանի սուր ինֆարկտի բավականին բարվոք ընթացք եւ գործողությունը չկատարելու կամ ինչ պատճառներով ուշացնելու պարագայում մենք կունենայինք շատ ավելի այլ, ավելի վատ ելքեր։ Ներկայումս պացիենտը արդեն պատրաստվում է դուրս գրման։ 2015-ից պետությունն անվճար իրականացնում է սրտի անհետաձգելի վիրահատությունների Stand for Life կյանքեր փրկող ծրագիրը։ Այս ծրագիրը թույլ է տվել 10 տարիների ընթացքում նվազեցնել ներհիվանդանոցային եւ հետհիվանդանոցային մահացությունը Հայաստանի Հանրապետությունում սրտամկանի ինֆարկտից եւ ընդհանրապես սիրտանոթային մահացությունը, եթե մոտավոր հաշվումներով մինչև ծրագրի ներդրումը Հայաստանում սրտամկանի ինֆարկտից հոսպիտալային մահացությունը եղել է մոտ 8-9-10%, ապա ծրագրի ներդրումից հետո այն իջել է մինչև 4%։ Սա ահռելի մեծ նվաճում է։ Ծրագրի շրջանակում 2024-ին մատուցվել է 2552, 2023-ին 2530 ծառայություն։ Ծրագիրը իրականացվում է 13 բժշկական կազմակերպություններում, որոնցից 10-ը գտնվում են Երևան քաղաքում եւ 3-ը մարզերում։ Մարզերից ծրագրում ընդգրկված է Շիրակի մարզի Գյումրու բժշկական կենտրոնը, Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը եւ Սյունիքի մարզում Գորիսի հայ-ֆրանսիական սիրտանոթային կլինիկան։ 2024 թվականին ծրագրի պետական ֆինանսավորումը նույնպես ավելացել է, կազմելով 1 միլիարդ 900 միլիոն դրամ։ Լինում էին նախկինում բանակցություններ հիվանդի հարազատների հետ, գումարային համաձայնություններ եւ այլ, որպեսզի կարողանային վճարման հարցը լուծել մինչեւ վիրահատություն սկսելը։ Ներկայումս այդ խնդիրները վերացել են, իսկ սրտամկանի ինֆարկտի ժամանակ փակված անոթի վերաբացումը ինչքան կատարվում է, ինչքան շուտ, այնքան պրոգնոզը եւ հիվանդության ընթացքը ավելի բարելավում է։ 2018-19 թվականներին ծրագրում որոշ փոփոխություններ են իրականացվել։ 2018 թվականից սրտի ստենտավորումն իրականացվում է դեղապատ ստենտով, ընդլայնվել է նաև ծրագրում ընդգրկվող շահառուների շրջանակը։ 2019 թվականում նաև ծրագրում ընդգրկվել են առանց էստ էլևացիայի սրտամկանի սուր ինֆարկտի այն դեպքերը, երբ ախտահարված է գոտևորող կորոնար ձեռքերակը կամ նրա ճյուղերից մեկը եւ ընդգրկվել է նաև աորտոկորոնար շունտավորումը արտոնյալ պայմաններով, այն դեպքերում, երբ որ հակացուցված է ստենտավորում իրականացնել։ Ծրագրի մեկնարկից ի վեր ընդհանուր մատուցվել է 20350 ծառայություն։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր